Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ։ Տարեմուտը միշտ խորելու, անցյալը վերագնահատելու, վերաիմաստավորելու և նոր տարվա համար նոր ուղենիշներ սահմանելու հրաշալի մի ժամանակահատված է։ Անցյալ տարի մեր երկիրն անցել է փորձությունների, բարդ ու դժվար թվացող լուծումների միջով։ Եկեղեցու դեմ անզուսպ հակասահմանադրական կամպանիա, արտաքին մարտահրավերներ, չնայած այն բանին, որ իշխանությունը անդադար խոսում է խաղաղությունից, մեր հասարակության մեծ մասը գիտեն, որ խաղաղությունը հեռավոր հորիզոն է հիշեցնում։ Բայց միևնույն ժամանակ բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն արժանապատվության, արդարության, օրենքի գերակայության, ազգային ինքնության և իհարկե հանրային համերաշխության հիմքով։ Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ հուշում է, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում լույսը ծնվում է հավատից, ճշմարտությունից և բարոյական հաստատակամությունից։ Այդ լույսն է, որ պետք է առաջնորդի մեզ որպես հասարակություն և պետություն։ Սիրելի հայրենակիցներ, գալիք տարին Հայաստանի համար շրջադարձային տարի է։ 2026 թվականին տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրություններ, որոնց պատմականությունը դժվար է գերագնահատել։ Մենք պիտի ակտիվ մասնակիցը դառնանք այդ ընտրությունների կանխելու համար այն վտանգավոր ընթացքը, որի մեջ գտնվում է Հայաստանը։ Կատարենք պատասխանատու ընտրություն, որպեսզի յուրաքանչյուրս դառնանք մեր երկրի արժանապատվության, մեր երկրի ապագայի տերը։ Եվս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում եմ լուսավոր այս տոների առթիվ։ Թող ձեզանից յուրաքանչյուրի կյանքում նոր տարին նոր իղձեր և նպատակներ բերի։ Թող բոլորիս ընտանիքները ապրեն խաղաղության և բարեկեցության մեջ։ Մեր երկրին Հայաստանին մաղթում եմ իրական խաղաղություն և արժանապատիվ բարեկեցություն։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։